Ես արգելում եմ որևէ մեկին բացել նրա էներգիայի դարպասները։ Սպասեք։ Դուք չեք կարող այդպես գնալ։ Իսկ այս երեխան։ Մտածել եք, թե մարդիկ ինչ կխոսեն Դոհվայի ու այս երեխայի մասին։ Կասեն, որ սա ձեր երեխան չէ։ Նրան ապօրինի ծնունդ կանվանեն։ Նրան կդաստիարակի ընտանիքը, քանի որ Դոհվան է նրա մայրը։ Դոհվայի թաղումից հետո ես կուղարկեմ ինչ-որ մեկին։ Դուք լքում եք այս երեխային։ Նա իսկապես ձեր որդին չէ։ Հավատա նրան, ինչին ուզում ես։ Եթե այս երեխան պետք է խնդիրներ առաջացնի, եկեք հենց հիմա վերջ տանք նրա կյանքին։ Տեսնում եք, սա ձեր որդին է, որդին, ում պատրաստ եք պաշտպանել ձեր կյանքը վտանգելով։ Ձեր որդին, ես պարզապես փորձում եմ պաշտպանել նրան։ Եթե նրա էներգիայի դարպասները մնան փակ եւ նա ապրի որպես իմ որդի, այդ դեպքում նա կապրի, բայց եթե ուզենա իմանալ իր ճակատագիրը, նա կմահանա։ Ով է այս երեխայի իրական հայրը։ Հանգուցյալ արքան։ Նա արքայի որդին է։ Ուզում եք ասել նա որդին է ձեր մեծության, ով նախորդ տարի մահացավ։ Հանգուցյալ արքան մահացավ ծանր հիվանդությունից եւ անգամ շարժվել չէր կարող։ Ինչպես է դա հնարավոր։ Այն օրը, երբ այս երեխան ծնվեց, արքային խորհրդանշող աստղը երևաց երկնքում։ Արքայի եղբայրը արդեն զբաղեցրել էր գահը։ Եվ նա նույնիսկ թագաժառանգ որդի ունի։ Եթե նրանք իմանան, որ այս երեխան պետք է արքա դառնա, նրանք կընդունեն դա որպես դավաճանություն։ Նրա գոյությունը քաոս կբերի։ Նա չպետք է ուշադրություն գրավի կամ ձեռնոց նետի որևէ մեկին։ Դուք պետք է համոզեք մյուսներին, որ նա սովորական մարդ է։